Այսօր եւս մի բացահայտում եմ անելու, այսինքն բացահայտում չի, սա իմ տարիների փորձի ձեռք բերված գիտելիքս է, որը որոշել եմ նվիրել իմ հայ ազգին եւ ընդհանրապես մարդկանց, քանի որ ես վերջերս իմացա, որ ինձ շատ նայում են նաեւ ռուսները, վրացահայեր, վրացիներ, գիտեք ինչն է հետաքրքիր, մի վրացուհի աղջիկ կա, որը ապրում է Կալիֆոռնիայում եւ ինքը խանութում աշխատում եւ ես գնում եմ իրանց խանութ, ինքը ինձ ասում է, գիտեք, ասում է իմ մաման եւ տատիկը ձեզ հետևում են, դեր այդ ռուսերեն թարգմանությունները նայում են ու մեր տանը պատրաստվում է ամբողջ կերակուրները, նույնիսկ եթե մի բան չենք հասկանում, Google ենք անում։ Հիմա տեսեք, ես ինչ եմ անում, այսօր անելու եմ անանասով եւ դետոքս եւ շատ համեղ աղցան։ Սիրելիներս, դետոքսի մեջ օգտագործելու եմ լիմոնահյութ, նախապես քամած, օգտագործելու եմ կտավատի սեր, հարված, թարմը սպանախ եւ ջուր։ Եվ իսկ աղցանը անելու ենք արդեն մի ուրիշ բաղադրիչներով։ Մինչև իմ սմուզին կպատրաստվի, ես այդ ժամանակ կանեմ արդեն իմ աղցանը։ Աղցանն էլ նույն կարևորությունը ունի եւ դուք կարող եք միշտ ունենալ սառը թարմ տանը օգտագործելու համար, հյուրերին հյուրասիրելու համար։ Հիմա մի հատ դետոքսը անենք, մինչև մեր դետոքսը կպատրաստվի, ես ձեզ համար կպատրաստեմ թարմը աղցան, որը շատ լավն է, շատ օգտակար է։ Տեսեք, լցնելու ենք մոտավորապես 2 ճաշի գթալի չափ։ Ես արդեն չափսերը գիտեմ, այնպես որ մոտավոր դուք կարող եք դնել կես լիմոն, ավելացնելու ենք ջուրը եւ ավելացնելու ենք սպանախ, մոտավորապես գրամներով կգրեմ, բայց մոտավորապես 1 բուռի չափ։ Տեսեք ինչ լավն է։ Գույնը նայեք, սպանախը ընդհանրապես էփված ժամանակ շատ քիչ ենք օգտագործում։ Տեսեք, սպանախը թարմ ժամանակ ունի ուրիշ ազդեցություն, իր մանրամասները ներքևում կնշեմ։ Իսկ եփված ժամանակ սուպերին ուղղակի կարելի է վերջում գցել մեջը եւ անջատել։ Աղցանների ժամանակ էլի թարմ։ Ձվով տապական չի թույլատրվում էփել, խաշել։ Եթե ուզում եք ձվով տապակեք, կարող եք իրան ուղղակի մի փոքր տաքացնել եւ ձուն վրան անել։ Այս սմուզին ինքը շատ լավ դետոքս է, իմունիտետն է բարձրացնում, շաքարի վրա է ազդում եւ կարգավորում է ձեր նյարդային համակարգը, շատ համով է։ Ունենք 2 տարբերակ, կարող եք անել սովորական, այն ինչ որ ես ցույց տվեցի, եւ կարող եք ավելացնել կտավատի սերմեր, եթե դուք ունեք մարսողության խնդիր։ Խմում եք միանգամից առավոտ սոված փորին։ Ջուրը խմելուց հետո սոված փորին չի նշանակում անպայման առավոտվա ջուրը խմում եք նոր։ Կտրատում ենք լիմոնը։ Գիտեք ինչ թարմ է ու ինչ անուշ վիտամիններով հարուստ։ Կտրատում ենք մեր անանասը։ Կփորձեք, նենց եմ ուրախանում, որ դուք զանգում եք ինձ ու ասում եք փորձել ենք, շատ համով է։ Եվ անելու ենք դեղին խնձոր։ Ավելացնելու եմ ավոկադոյի ձետ, ավելացնելու եմ թարխուն, կփորձեք, գիտեք ինչ համով է, դուք չեք պատկերացնի ոնց է բուրում, անկեղծ, իսկականից եմ ասում, չեք պատկերացնի, ախր այնքան անուշ հոտ է գալիս, այս թարխունը ընենց թարմություն է տալիս, ընենց է համը փոխում, անպայման կպատրաստեք ու այս աղցանը կարող եք միշտ սառնարանում ունենալ, քանի որ լիմոնով է, ինքը չի փչանում, 3-4 օր կարող եք օգտագործել, սիրելիներս, խնձորը գույներով ընտրեք, եթե դուք անում եք նարնջագույն ինչ-որ մի բան, աշխատեք ամբողջը նարնջագույն լինի, եթե կարմիր է, թող լինի կարմիր, մենք ունենք կարմիր խնձորով, չի աղցան, բազուկով, նուռով, իսկ այս աղցանը անանասով եւ թարխունով։